Զվարճալի ֆուտբոլ ծրագրի նպատակը ետպատերազմյան երկրներում ֆուտբոլի զարգացումն է եւ ոչ միայն։ Նախագիծը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի կառավարությունների եւ ՈՒԵՖԱ-ի կողմից։ Հայաստանի Հանրապետությունում այն արդեն 13 տարվա պատմություն ունի։ Ծրագիրն առաջին անգամ կյանքի կոչվեց նաեւ Արցախում։ Ուսումնամարզական այս միջոցառմանն ընդգրկվել են 6-ից 13 տարեկան 160 երեխա։ Հիմնականում Լեռնային Արցախ ֆուտբոլային ակումբի սաներն են։ Զվարճալի ֆուտբոլ ծրագրի նպատակը նախ եւ առաջ երեխաների ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացումն է։ Այսօր առողջ երեխաներ, առողջ դատողությամբ, առողջ ֆիզիկապես պատրաստությամբ մեզ անհրաժեշտ են։ Երկրորդը դա ֆուտբոլի լայն մասսականացումն է, զարգացումն է։ Երեխաների մեջ սեր առաջացնելն է։ Եվ ինչու ոչ, ֆուտբոլի միջոցով տարբեր էթնիկական խմբերի միջև բարեկամության, հանդուրժողականության ստեղծում։ Ուսումնամարզական այս միջոցառման շրջանակում պատասխանատուներն ընդգրկել են այնպիսի վարժություններ, որոնք ապագա մեր ֆուտբոլիստների մոտ զարգացնում է տեխնիկան, տակտիկան, ինչպես նաև խթանում է ժամանակի մեջ տեղավորվելուն ու արագ կողմնորոշվելուն։ Ելնելով մեր երեխաների պատրաստության աստիճանից, մենք ընտրում ենք որոշակի այնպիսի վարժություններ, որոնք որ երեխաներին եւ հաճելի լինեն, եւ կատարման տեսակետից շատ հեշտ լինեն, ձյուրին լինեն եւ առաջ բերեն նրանց մոտ ամենակարևորը զվարճանք, սերը դեպի գնդակը, սերը դեպի ֆուտբոլը։ Եվ տարբեր վարժություններ են եւ խաղային, եւ հարվածներ, եւ վարումներ, որոնք որ իրոք ֆուտբոլային են, որոնք կիրառվում են եւ մեծ ֆուտբոլում եւ ավելի པարզ, ավելի པարզեցված ձևով ներկայացնում ենք մեր երեխաներին։ Դաշտը բաժանելով 12 հատվածի մարզիչների ղեկավարությամբ յուրաքանչյուր հատվածում երեխաները կատարում են տարբեր հանձնարարություններ։ Սա իր հերթին նաև ուրախ ու հետաքրքիր ժամանց է փոքրիկների համար։ Մեկ դեպքում կոորդինացիոն վարժություններ, մեկ դեպքում տեխնիկայի տիրապետման վարժություններում, մեկ դեպքում տարական, տակտիկական մտածելակերպի հետ կապված վարժություններ, մեկ այլ դեպքում հարվածներ, դարպասի եւ նմանատիպ տարբեր վարժություններ։ Ծրագիրը երկօրյա է, օրական 3-ից 4 ժամ պարապմունք։ Կարևորը չձանձրանան երեխաները, ասում են կազմակերպիչները, իսկ ակնկալվող արդյունքը դա սերն է դեպի ֆուտբոլը, մարզիչ-մարզիկ երկխոսության ամրապնդումը եւ ընդհանրապես հետաքրքրությունը դեպի ֆիզիկական կուլտուրան։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր։